Լիլիթ, ես գիտեմ, որ դուք ներգրաված եք նաև տնային խնամքի, կարելի ասել տնային աջակցության ծրագրին։ Դրա մասին պատմեք, ինչ է իրենից ենթադրում, ում եք այցելում, ինչ պատմություններ կան։ Այո, այն պահից սկսած, երբ որ ես Ալցհեյմերի խնամք Հայաստան կազմակերպություն մուտք գործեցի, սկսել եմ իրականացնել տնային այցերը, ուրեմն հետևյալ սկզբունքով է իրականանում, այն մարդիկ, ովքեր 60+ են, տնային այց է կազմակերպվում, բազան տարբեր կերպով ենք ճիշտն ասած հայթայթում, համագործակցել ենք ժամանակին պոլիկլինիկաների հետ, ինչպես նաև այսպես մեր թերթիկները բաժանելով, տարբեր տեղեր դրա մասին խոսելով, կարողացել ենք ընդգրկել բազմաթիվ տարեցներ մեր ծրագրում։ Տնային այցի շրջանակներում ուրեմն այդ նույնը ինչ որ ասես Փաթիլը անպայման հիշողության գնահատում է կատարվում տվյալ տարեցի, նաև դեպրեսիայի սկրինինգն է արվում, բացի այդ նաև առողջական վիճակի գնահատում է կատարվում տվյալ պահին, ինչ հիվանդություններ ունի, տվյալ անձը ինչ տեղորայք է ընդունում, որ բժշկի հսկողության տակ է, դա կլինի նյարդաբան, հոգեբույժ եւ այլն, եւ համատեղ կարելի ասել աշխատանք է տարվում, այսինքն բժիշկը տեղորայքը իր գործն է անում, բայց պարտադիր այս մարդկանց համար շատ կարեւոր է առօրյա այսպես կոգնիտիվ ճանաչողական ֆունկցիաների հետ աշխատելը եւ նաեւ ինչու՞ չէ շատ ավելի կարեւոր է ֆիզիկական ակտիվություն ապահովելը։ Տնային այցի շրջանակներում այդ ամեն ինչը փորձում ենք տալ տարեցին, սկսած ճանաչողական ֆունկցիաների զարգացումով, ավարտելով ֆիզիկական ակտիվությունով, որովհետև առանց մեկը մյուսի չի լինում։ Նույնիսկ կան այդպիսի փորձեր, որ երբ որ մարդը մենակ մտավոր ակտիվություն է դրսևորում, աշխատում ենք միայն գլխուղեղի, ասենք կենտրոնները ակտիվացնելով, նոր նեյրոններ ակտիվացնելով, եթե նա նստակյաց կյանքով է ապրում, մի քիչ ավելի դանդաղ է այդ ամեն ինչ ընթանում։ Պակաս արդյունավետ է։ Այո, պակաս արդյունավետ է։ Ֆիզիկապես ակտիվ լինելը միանշանակ դա կարելի ասել ակտիվ լինելը մտավոր եւ ֆիզիկական առողջության գրավականն է, առանց մեկը մյուսին չի լինի։ Դրա համար մենք ամեն ինչը ոնց որ ներառում ենք դրա։ Ես գիտեմ, որ ձեր այցերը սպասված են, ընտանիքները, տատիկ-պապիկները շատ սիրում են, երբ որ դուք հենց այցելում եք, ինչ եք անում, ինչ գաղտնիքներ եք կիրառում, ինչ մեթոդներ, որ այդպիսի կապվածություն է ստեղծվում, ինչ վարժանքներ եք անում, խաղեր։ Ուրեմն տեսեք, յուրաքանչյուր դեպք կարելի ասել առանձնահատուկ է, երբեք նախապես պիտի ասեմ, որ ոչինչ չեմ պլանավորում որևէ մեկին այցի գնալուց առաջ, ես չունեմ հատուկ պլան, ես գնացի տվյալ հասցեով, ես գիտեմ, որ սա ասենք այս ինչ պապիկն է կամ տատիկն է, ես արդեն գիտեմ ինքը ինձ ինչպես է սպասում եւ իր անձնային որակները, իր բնականաբար հիվանդության պատմությունը, դեմենցիայի աստիճանը իմանալով ես արդեն գիտեմ այդ մարդու հետ ոնց պիտի շփվեմ եւ արդեն գիտեմ, որ ինձ դռան ներսում այսպես ժպտացող աչքեր են սպասում անհամբեր, ընդ որում ասեմ իրենք շատ այսպես ոգևորված են սպասում մեր այցին, ամենագեղեցիկ հագուստն են որոշում, որ պիտի կրեն, պիտի հարդարվեն, կարող է օրերով այդ մարդիկ հայելու մեջ իրենց չնայեն, չհարդարվեն, չսանրեն, բայց եթե Լիլիթն է գալիս, ով մի հատ պետք է անպայման սանրվել, իհարկե խնամատարները մեծ դեր ունեն դրանում, բնականաբար ուղղորդում են, քանի որ այդ մարդիկ առանց ուղղորդողի, առանց խնամատարի, առանց հարազատի չեն կարողանա, այո, քանի որ իրենք իզորու չեն այդքանը մտապահել, հիշել, նրանց միշտ պետք է այսպես ճրագը պահող, ուղղորդող եւ շատ հետաքրքիր են մեր հանդիպումներ ընթանում, պիտի ասեմ նրանցից յուրաքանչյուրը մի հատ ոնց որ չգրված գիրք լինի, կյանքի պատմություն լինի, միգուցե զարմանալի հնչի, բայց ես ամեն տուն գնալուց տվյալ տարեցից ինչ որ բան եմ սովորում եւ հասկանում եմ, որ մարդը կյանքի ճանապարհ է անցել եւ անկախ նրանից ինչ կրթություն է ունեցել, ինչ հասարակության մեջ է շփվել, մեծացել, ինչ մանկություն է ունեցել, ցավոք սրտի պիտի մի փաստ արձանագրեմ, որ բոլորը գալիս են ծերության ժամանակ, հասնում են մի կետի անխուսափելի եւ ոչ ոք որևէ մեկը ապահովագրված չի դրանից, ցավոք սրտի, անկախ նրանից մի քանի բուհ է ավարտել, պաշտոնյա է եղել, թե հասարակ բանվոր է եղել, եթե
գալիս է այդ չարաբաստիկ հիվանդությունը, հա դեմենցիա կոչվածը ցավոք նա շատերի դուրն է բախում եւ մեզանից ոչ մեկ ապահովագրված չի, չգիտենք վաղը մենք ինչ բախտի կարժանանանք դրա համար ծայրահեղ համբերատարություն եմ ուզում այսպես կոչանել, այո, տարեց մարդկանց հարազատներին են ընտանիքներում, որտեղ կան տարեցներ, նրանք միայն հարգանքի են արժանի, որովհետև միայն ջերմության, համբերատար լինելու, ընկալված լինելու պարագայում այդ մարդու կյանքի որակը կարող է փոխվել, այլապես նրանք շատ դժբախտ են, նրանք շատ արագ դեպրեսիայի մեջ են ընկնում, տխուր են օրերով, միգուցե նաև իրենք շատ միայնակ են զգում եւ ապրելու իմաստը կորում է։ Իսկ եթե գիտեն, որ կա թեկուզ մեկ զույգ ջերմ աչքեր, որ օրվա մեջ անդադ գալիս է իրանա փնտրում, ինչպես էս պապ ջան, ինչպես էս մամ ջան, արի մի բան անենք եւ իրանք շատ են ոգևորվում, որ այդ ինչ բան է կոնկրետ հենց իրենց համար է հատուկ որոշված։ Ճիշտ երեխաների պես։ Այո, իրենք կարելի ասել տեղափոխվում են, ճիշտ նշեցիք, հենց նախադպրոցական տարիքի երեխաներ, ասեմ, 2-ից մինչև 5 տարեկան ընկած հասակում երեխան ինչից է ոգևորվում, կոնֆետից, չգիտեմ, ծաղիկից, խաղալիքից, նկարելուց եւ այդ ջերմությունը փորձում եմ ես տնային այցերի ժամանակ իրենց տամ, սկսած մատիտներից, թղթից, նկարելուց, երաժշտությունից, մարզանքից, տարբեր տեսակի խաղերից, չկա մի բան, որ իրենց չուրախացնի, ինչքան ամեն անգամ գնում եմ ինչ-որ նոր բանով, այսպես երեխայի նման խանդավառությամբ ուրախանում են, հասկանալով, որ ինչ-որ նոր բան ես բերել իրենց համար եւ այնպես մի ակնթարթի պես այդ մի ժամը անցնում է, մենք էլ չենք նկատում, նույնիսկ հրաժեշտի պահը, որ հասնում է, հասկանում եմ, որ աչքերով ոնց որ ասում է՝ մի գնա էլի, մի քիչ էլ մնա։ Մինչև հաջորդ հանդիպում։ Իսկապես աստվածահաճո եւ բարի գործ է։ Փորձը ցույց տվեց, որ իզուր չէր ձեռնարկվել այս ծրագիրը, մարդիկ բավականին փոխվել են, սկսած այն պահից, երբ սկսեցին հաճախել եւ հիմա դրա մասին փաստում է նրանց տրամադրությունը, շփվելու, իրանք արդեն բավական մեծ ռեսուրսներ ունեն, նաեւ ինտեգրվելու հենց Երևանում տեղաբնակայության հետ, ինչը բնականաբար շատ ողջունելի է, այսինքն այն ժամանակ, երբ տագնապները, դեպրեսիան, ստրեսը, միջմարդկային փոխհարաբերությունները մի քիչ ավելի ոնց որ դժվար էին տրվում, կոնկրետ մեր մասնակիցների մասին է խոսքը, հիմա նրանք ավելի ճկուն են այդ առումով կարելի ասել եւ մենք ամեն օր աշխատում ենք այն բանի վրա, որ նրանք կարողանան ավելի հեշտ էս կյանքի մարտահրավերներին մասնակցել եւ բնակվել մշտական կլինի թե ժամանակավորապես քիչ համեմատաբար ստրեսներ տանելով։